իմ ուժեղությունը ծնոտին տալու մեջ չի։ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր, որ եթե ինքը չընտրվի, մեր լրագրողների ծնոտները գուցե չպոկեն, բայց գործազուրկ հաստատ կմնանք։ Այսօր հերթական ճեպազրույցի ժամանակ Արմատ մեդիայի լրագրողը հիշեցրեց այդ հայտարարությունն ու նկատեց, որ թեև լրագրողների ծնոտները դեռ չեն պոկվել, իշխանությունը քաղաքական դրդապատճառներով փորձել է փակել լրատվամիջոցը դռները կապարակնքելով եւ տեխնիկան տանելով։ Ժողովրդավարության բաստիոնում ընտրություններից 2 օր առաջ մեդիային փակել են, դարձրել եք գործազուրկ։ Փաշինյանը ինչպես նախկինում սկզբում ձևացրեց, թե տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը եւ հետաքրքրվեց։ Արդյոք հարց տվողը Արմատ մեդիայի լրագրողն է։ Ուրախ եմ, որ ողջ առողջ եք եւ ինձ հարց եք տալիս, այդ նշանակում է, որ այդքան էլ փակված չեք։ Բա ոնց են ձեզ թողե մտնեք այս շենք։ Պետք է շնորհակալ լինենք, որ այս անգամ չհարցրեց, բա ինչու չեք զոհվել։ Սակայն առավել ուշագրավը հաջորդեց։ Փաշինյանը, որը նախկինում Արմատ մեդիայի գլխավոր խմբագիր Նելի Ավետիսյանի հարցինի պատասխան պնդում էր, թե տեղյակ չէ դեպքից, այս անգամ արդեն սկսեց խոսել գործի մանրամասներից։ Եթե արվել է գործողություն, ուրեմն դրա իրավական հիմքը եղել է։ Բայց ընդամենը մի քանի վայրկյան անց Փաշինյանը կրկին վերադարձավ իր ստիրելի դիրքավորմանը, հայտարարելով, որ դեպքից տեղեկացված չէ։ Երբ լրագրողը նկատեց, որ փաստորեն ժողովրդավարության բաստիոնում լրատվամիջոցի դռներ են կապարակնքվել, իսկ լրագրող վարչապետը մինչև օրս այդ մասին տեղյակ չէ, Փաշինյանի պատասխանը մեղմ ասած խոսուն էր։ Էս էլ է ժողովրդավարության բաստիոն, որ այդ ամեն ինչ որ ասում եք, հենց դրա մասին է։ Այսպիսով, ըստ Փաշինյանի տրամաբանության, եթե կարողանում ես բարձրաձայնել քո խնդիրն, ուրեմն խնդիրը կարծես այլևս խնդիր չէ։ Իսկ թե ինչու է լրատվամիջոցի գործունեությունը սահմանափակվել եւ ինչու վարչապետը միաժամանակ թե տեղյակ է, թե տեղյակ չէ, այդ հարցերն այդպես էլ մնացին անպատասխան։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմատ Մեդիա AM կայքում։